We're in the series on faith. Հավատքի հնազանդություն, հավատքի բաժինն ենք։ This is entitled The Obedience of Faith. Վերնագիրը հավատքի հնազանդությունը։ Comes from Romans chapter 26. Կարդանք Հռոմեացիների 16-26 Բայց այժմ հայտնվեց եւ մարգարեական գրքերի միջոցով հավիտենական Աստծո հրամանի համաձայն ծանուցվեց բոլոր ազգերին հավատի հնազանդության համար։ Also want to read James chapter 2 and verse 19. Նաեւ Հակոբոս 2:19 Հակոբոս 2:19 Դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում, դևերը նույնպես հավատում են ու դողդողում։ Now, Paul is talking about the result of the preaching of the gospel. Պողոս խոսում էր ավետարանը քարոզելու արդյունքի մասին։ God is looking for all nations to Աստված come to faith, Աստված փնտրում է բոլոր ազգերին, որպեսզի հավատան and for that faith to be demonstrated by their obedience to God. ու հավատքը արտահայտվի Աստծուն հնազանդության միջոցով։ James is pointing out the fact that you can't just have faith without works. Հակոբոսն ասում է, որ առանց գործերի հավատք ունենալ չեք կարող։ Can't have faith without obedience. Չեք կարող ունենալ հավատք առանց հնազանդության։ Demons believe, Դևերը նույնպես հավատում են։ they know God exists, Գիտեն, որ գոյություն ունի Աստված, but there's no obedience. բայց Okay? չկա ոչ մի հնազանդություն։ All they do is live in fear because God exists. Ուղղակի վախի մեջ են ապրում, որովհետև գիտեն, որ Աստված գոյություն ունի։ We know that we have faith by how we respond. Մենք գիտենք, որ ունենք հավատք նրանով, թե ինչպես ենք արձագանքում։ If you know what God wants you to do, Եթե գիտեք, թե ինչ եք ուզում Աստված, որ դուք անեք, and you do that, ու դուք անում եք այն, ինչ որ Աստված ասում է, that would be an illustration of the obedience of faith. սա հենց հավատքի հնազանդության մասին է խոսում։ Everyone is saved because they were obedient to faith. Մարդիկ փրկվում են հավատքի հնազանդության շնորհիվ։ Now for us as we walk with God, Մեզ համար, երբ որ մենք քայլում ենք Աստծո հետ, we have to understand that the word of God is God speaking to us. պետք է հասկանանք, որ Աստծո խոսքը այն է, ինչ որ նա խոսում է մեզ հետ։ When you read the word, Երբ որ կարդում ենք խոսքը, this is God writing you a letter. դա Աստված է, որ ձեզ նամակ է գրում, He has something to say to you. որ ինչ-որ մի բան ունի, որ ուզում է ձեզ ասել։ We can't just read the word and say, well, that applies to someone else. Ու ուղղակի չեք կարդում մի բան, որը մի խոսք, որը ուրիշի համար է նախատեսված։ That doesn't apply to me. Everything in that word applies to Այլ պետք է հասկանանք, որ ամեն խոսք, որ գրված է այս գրքում, վերաբերվում է ինձ, you, to me, to ձեզ, everyone. ինձ, բոլորիս։ So we have to see the first step in faith Ու առաջին քայլը պետք է տեսնենք հավատքի, is to believe God is speaking to us. դա through այն է, that որ word. Աստված այս խոսքի միջոցով խոսում է մեզ հետ։ The second step is then to Երկրորդ do քայլը, what we hear God say. որ պետք է անենք այն, ինչ որ լսում ենք Աստծուն ասելիս։ Jesus said, those who hear these sayings of mine and do them, Հիսուսն ասում է, որ նրանք, ովքեր լսում են իմ խոսքերը եւ անում են, that's the wise man. դա իմաստուն մարդն է։ That's the one who truly believes. Մեկը, որ ճշմարտապես հավատում է։ He said there will be people who will hear these things and not do them. Նա ասում է, որ կլինեն մարդիկ, ովքեր կլսեն, բայց չեն գործի, չեն կատարի։ And they'll build their house upon the sand and it will all Իրենք collapse. իրենց տունը ավազի վրա են կառուցում։ We recognize that those two things. God is speaking to us through his word, Մենք հասկանում ենք երկու բան, որ Աստված իր խոսքի միջոցով խոսում է մեզ հետ, and then we obey by living according to that word. ու that հետո God has spoken to հնազանդվում us. ենք ապրելով այդ խոսքը, որ Աստված խոսում է մեզ հետ։ This says something about the nature of our walk with God. Սա խոսում է Աստծո հետ քայլելու էության մասին։ To walk by faith is to walk in surrender, to submission to Christ. Քայլել հավատքով, այսինքն հնազանդվել, ենթարկվել Աստծո Քրիստոսին։ As we walk with God, Երբ որ մենք քայլում ենք Աստծո հետ, he will speak to us. նա խոսում է մեզ հետ, We obey him. հնազանդվում ենք նրան, There is a blessing. այդտեղ կա օրհնություն, We build trust with God. ու Աստծուն ենք վստահում, We are responding ու պատասխանում ենք
obedience, all right? հնազանդությամբ։ Sometimes faith is only thought of as obtaining something. Երբեմն հավատքը ուղղակի մի բան է, որ ձգտում ենք դրան։ I have faith for healing. Ես հավատք ունեմ բժշկության I համար։ have faith for God's provision. Հավատք ունեմ, որ Աստված կգործի այդտեղ։ I have faith for God's power to be here. Այլ ունեմ հավատք Աստծո զորության, որ այդտեղ կգործի։ But in fact, faith is given to us so that we may obey, Հավատն այն է, որ մենք պետք է հնազանդվենք Աստծուն, so that we can walk որպեսզի կարողանանք քայլել in the path of God. Աստծո ճանապարհներով։ There's a famous preacher, David Wilkerson, in America. Դեվիդ Ուիլքերսոնը ամերիկացի մի հայտնի քարոզիչ He said this: հետևյալն է ասում. God has made a stranger in our midst when we want His power more than we want His purity. Աստված ստեղծում է մեր մեջ մի հատկություն, որ մենք փափագում ենք նրա զորությանը ավելի, քան որևէ բան։ Faith is not just about obtaining from God, Հավատք ուղղակի մի բան չէ, որ մի բան խնդրենք Աստծուց, working a miracle, որ հրաշքներ գործենք, seeing God do. որ տեսնենք Աստծուն, թե ինչպես են այդ գործերն անում։ It is about walking according to God's word, Այլ հավատքը այն է, որ դու քայլես Աստծո խոսքերի համեմատ։ walking in obedience to what Քայլես God says. հնազանդության մեջ այն ինչ որ Աստված ուզում է որ անենք։ And it's very definition. Ու սա հենց այդ սահմանումն է։ It's impossible to separate the word faith from faithfulness. Անհնար է հավատ բառը առանձնացնել հավատարմությունից։ If I have faith in God, Եթե then ունեմ հավատք Աստծո մեջ, I have faithfulness. պետք է հավատարմություն ունենամ, հավատարիմ լինեմ։ You read Hebrews 11, Կարդում ենք Եբրայեցիների 11-ը, and in our English Bible, it's by faith. ու խոսքն ասում է հավատքով։ By faith, Abraham. Հավատքով Աբրահամը, By faith, Moses. հավատքով Մովսեսը, We can also put that word ու faithfulness. նայենք կարող ենք այդ բառի փոխարեն տեղադրել հավատարմությունը։ It's just as true. Նույն ճշմարտությունն է։ By their faithfulness, Իրենց հավատարմությամբ Աստծո նկատմամբ these things happen. այս տեսակ բաները տեղի ունեցան։ By their faithfulness to God, Իրենց հավատարմությամբ Աստծո նկատմամբ they accomplished նրանք the work of God. իրականացրեցին Աստծո գործը։ Նույն բառն է այդ երկուսը։ Now, again, I'm talking about just obedience Նորից խոսում եմ ես այստեղ հնազանդության մասին, just in our everyday walk with God. այն հնազանդության, որը մենք պետք է ունենանք մեր ամեն օրվա քայլի մեջ Աստծո հետ։ How I talk to people, Ինչպես եմ խոսում մարդկանց հետ, how I serve people. ինչպես եմ ծառայում մարդկանց։ God calls us to love everyone. Աստված կանչում է մեզ, որպեսզի բոլորին սիրենք։ Are we selective? Մենք ընտրում ենք, I like him, but օրինակ ես այս մեկին սիրում եմ, nah, I don't. բայց այն մեկին այդքան էլ չէ։ Do we serve? Ծառայում ենք արդյոք։ I don't like to do that. Այդքան էլ դուրս չի գալիս։ I'd just rather do something else. Ավելի լավ է ուրիշ բան անեմ։ Obedience is as God gives opportunity. Okay, Հնազանդությունն այն է, երբ որ Աստված մեզ տալիս է այդ we're just հնարավորությունը։ obeying God. Ու in ուղղակի every day հնազանդվում walk ենք with Him. մեր ամեն օրվա քայլի մեջ Աստծո հետ։ Հնազանդվում ենք նրան։ Again, a question for us: Այստեղ կա հարց մեզ համար։ Are we reading the scriptures Արդյոք կարդում ենք խոսքերը with an attitude that says I'm willing to be changed? այն by what I read? վերաբերմունքով, որ ես ուզում եմ փոխվեմ այդ խոսքը կարդալիս։ And again, you read that Sermon on the Mount, and Ու նորից կարդում ենք օրինակ Լեռան քարոզը, Jesus' word's going to blow you away. Հիսուսը խոսում էր այդ ամեն ինչի մասին, այդ հետեւյալ խոսքերի մասին, His demands for ու love, նա այդտեղ պահանջում էր այդ սերը, loving not only those, որ սիրենք ոչ միայն մեր դրացուն, մեր ընկերոջ, այլ նաև թշնամուն։ sharing with one another, Կիսվենք մեկս մյուսի հետ, giving, տանք, how to pray. աղոթենք։ All of these things are practical working out. Ու այս ամեն այդ պրակտիկ գործերն են, որ պետք է անենք։ But are we willing to be changed by the scriptures? that Արդյոք we մենք read? կամենում ենք փոխվել այս խոսքով, որը որ կարդում ենք։ One of the great weaknesses of the church Եկեղեցու ամենամեծ վկայությունը, is the fact վկայություններից mեկը դա այն է, որ that we're not willing to be changed. մենք չենք ուզում փոխվել։ We have no intention of living according to the scriptures. that we Մտադրություն read. չունենք ապրել այս խոսքով, որը որ կարդում ենք։ We have to
understand that every time God speaks to us, Մենք պետք է հասկանանք, որ ամեն անգամ երբ Աստված խոսում է մեզ հետ, and I'm talking about reading the Word, խոսում եմ խոսքը կարդալու մասին, God speaks to us in երբ որ that Word. Աստված այս խոսքի միջոցով խոսում է մեզ հետ, The question is am I gonna put my faith in God? ու հարցն այն է, արդյոք ես իմ հավատքը կդնեմ Աստծո մեջ, That this will result in that which is good for me, ու սա արդյոքը կլինի այն ինչ որ բարի է ինձ համար, or do I rebel against God թե ես կապստամբեմ Աստծո դեմ, and not do what He's asked ու me to չեմ do, անի այն ինչ որ նա ինձ խնդրում որ or what անեմ, He shows me to do in that Word? ու արդյոք ես անում այն ինչ որ նա ինձ ցույց է տալիս այդ խոսքի մեջ, We have to be willing to surrender to ու Christ, դրա համար պետք է ունենանք կամք հնազանդվելու, հանձնվելու Աստծուն, to give Him our total trust and մեր obedience. ամբողջական վստահություն ու հնազանդություն նրան տալու, And that is a result of having faith in God. եւ դա է արդյունքը Աստծո մեջ հավատք ունենալու, Real faith will result in our obedience to the Word of իրական God. հավատքից կգա մեր հնազանդությունը Աստծոն նկատմամբ, And if I can't obey the written Word of ու God, եթե ես կարող եմ Աստծո այս գրավոր խոսքին հնազանդվել, it's going to be very hard or almost impossible for the Spirit to speak into my life. if I don't If I don't obey Եթե this կներեք written, չհնազանդվեմ այս գրավոր խոսքին, ինձ համար շատ դժվար կլինի, գրեթե անհնար կլինի անեմ այն ինչ որ խոսքն ինձ ասում է։ there's Brother Clendenin told a story. Հով Քլենդենը մի պատմություն էր պատմում։ There was a man who was going to prophesy over him, Մի մարդ կար, որ նրա վրա մարգարեանում էր, and he stopped him. He said, ու կանգնեցրեց նրան ու ասաց. let me ask you a question. Թույլ տուր մի հարց տամ քեզ։ What's God telling you in His Word today? Ինչ է այսօր Աստված քեզ ասել իր խոսքի միջոցով։ The man said, I don't read the Bible. That means it։ Amen. Այդ մարդը ասաց որ մարգարեներ որ այսօր Աստվածաշունչ չեմ կարդացել։ I rely upon the Spirit of God. Ես իմ հույսը դնում եմ Աստծո հոգու վրա։ Brother Clendenin said, Հով Քլենդենն you ասաց. have no prophecy for me, Ուրեմն ինձ համար ոչ մի մարգարեություն չունես, because if you won't read the Word, որովհետև եթե դու խոսքը չես կարդում, you don't know what God դու says. չգիտես ինչ է ասում Աստված։ You're not willing to obey that. Եթե դու չես ուզում հնազանդվել այդ խոսքին, You have nothing to say. ոչինչ չունես ինձ ասելու։ Now, that's just very true. Սա շատ ճշմարիտ բան է, ճշմարտություն է։ If you're not reading, the Եթե Word, խոսքը չեք կարդում, if you're not conforming your life to what you read, եթե ձեր կյանքը չեք նմանեցնում նրան ինչի որ կարդում եք, you make it very difficult for the Spirit to be ձեզ able to speak to ձեզ you. համար շատ դժվար կլինի որ լսեք հոգին թե ձեզ ինչ է ասում։ We learn to recognize His Մենք voice. սովորում in His ենք Word. Աստծո ձայնը ճանաչել այս խոսքից։ We recognize His voice. Մենք նրա խոսքը այստեղով ենք This is ճանաչում։ God speaking. Սա Աստված է որ խոսում է ինձ So հետ։ that when I'm just walking in life, going through my day, the Ու Holy երբ որ ես Spirit իմ կյանքով ապրում եմ Սուրբ Հոգին, has refined our hearing so that we can hear Him իր օգնում է մեզ որ լսենք իր ձայնը, and we can do whatever He ու instructs. այդ ժամանակ կարող ենք անել այն ինչ հրանգներ որ նա մեզ տալիս է։ And that may be in the church service, that may be, Միգուցե դա կարող լինի եկեղեցում ինչ որ ծառայություն, that may be wherever we are. կամ right? ուր էլ որ լինենք։ So it's very important that you see Այսպիսով that, շատ կարևոր է that որպեսզի մենք այդ կապը տեսնենք։ okay, that connection between the written word and our obedience Կապը տեսնենք Աստծո խոսքը կարդալու, գրավոր այդ խոսքի եւ մեր հնազանդության միջեւ։ and the voice of God as He speaks to us. Եվ Աստծո ձայնը երբ որ կխոսի մեզ հետ։ Again, faith comes as we surrender to the Lord. Նորից ասենք հավատքը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք հանձնվում ենք Տիրոջը։ Okay? It's not about gaining something for ourselves. Խոսքը նրա մասին չէ, որ ինչ-որ բան մեզանով ձեռք բերենք, ստանանք։ Faith is not something that says, "Oh, give me God." Հավատքն այն չի, որ ասում ենք ով Տեր տուր ինձ։ Faith is a place where we learn to trust God. Հավատքը մի վայր է, որտեղ սովորում ենք վստահել We Աստծուն։ become dependent upon Him. Ու կանխյալ ենք լինում We նրանից։ live by every word Ու that proceeds out of the սովորում mouth of God. Սովորում ենք ապրել ամեն խոսքով, որը դուրս է գալիս Տիրոջ բերանից։ Amen. Ամեն։ Understand? The Հասկանում word, եք։ the Spirit speaking to Խոսքը us, հոգին որ խոսում է մեզ հետ, we're coming into dependence upon Him. ու Every դրանով մենք word. կանխյալ ենք լինում, կանխվում ենք Աստծուց, That's ամեն how we խոսքից։ live. Ինչպես պետք է ապրենք։ It is also to that place. We want to get to that place Ունենք մենք պետք է հասնենք, գնանք այդ վայրի where մեջ, we are not reliant upon Որտեղ our մենք- own abilities, որտեղ մենք մեր սեփական կարողությունների վրա մեր հույսը չենք դնում։ not limited by our own abilities. Ու մեր սեփական կարողություններով մեզ չենք սահմանափակում։ We come into
the flowing of the Holy Spirit through our lives. այլ թողնում ենք որպեսզի Սուրբ Հոգին հոսի մեր կյանքերի միջոցով։ We're dependent upon Him. He works through Ու us. կախյալ ենք լինում, կախվում ենք նրանից ու նա սկսում է գործել մեր միջով։ Amen. Ամեն։ Wow. Well, we know faith and obedience together. Մենք գիտենք, որ հավատք, հնազանդություն պետք է լինեն միասին։ Jesus also unites love and obedience. Հիսուսը նաև սերն ու հնազանդությունն է միացնում իրար։ John 14 and verse 15. Հովհաննես 14:15 If you love me, Եթե you'll keep my սիրեք ինձ, commandments. կպահեք իմ պատվիրանները։ Okay? If you love me, he says. Եթե սիրեք ինձ, ասում է։ I don't really see a distinction there between faith and love. Ես ինչ որ տարբերություն չեմ տեսնում սիրո եւ հավատքի մեջ։ Faith works by love. Հավատքը գործում է սիրուց, Faith գալիս է leads to սիրուց, obedience. ու հավատքը տանում է դեպի հնազանդություն, Love leads to obedience. սերը տանում է դեպի առաջնորդում է դեպի All of հնազանդություն, this is working together. ու այս բոլորը միասին են գործում։ I have faith in God. Որ հավատք ունեմ Աստծո մեջ, սիրում եմ Աստծուն And I'll do His command. ու նրա պատվիրանները կպահեմ։ The Word of God Աստծո խոսքը will be my guide. իմ ուղեկցորդը կլինի, The written իմ word, ուղեցույցը կլինի։ the spoken Այդ word, գրավոր խոսքը, բանավոր խոսքը, all of this together with faith and love. այդ բոլորը միասին հենց հավատքն ու սերն է։ It's just very simple. If I love God, Շատ པարզ է, եթե սիրեմ Աստծուն, I will obey Him. նրան կհնազանդվեմ։ If I obey Him, Եթե հնազանդվեմ նրան, I'm obeying the Word of God. այդ ժամանակ հնազանդվում եմ նաև Աստծո խոսքին։ If I am obeying that Word of Եթե God, հնազանդվում եմ Աստծո խոսքին, I'm walking in faith. քայլում եմ հավատքի մեջ։ So all of these things are working Ու այս together. բոլոր բաները միասին են գործում։ One of the great examples is Ամենամեծ օրինակներից մեկը in our finances. դա մեր ֆինանսներն են։ God says to us, bring the Աստված tithe ասել է into the մեզ, որ մենք storehouse. իր տանը տանենք տասանորդը։ If we have faith that God Եթե is going to հավատք supply ունենք, for us. որ Աստված կմատակարարի, կհոգա մեզ համար։ God's our provider, amen. Աստված մեր մատակարարողն է, ամեն։ If we have faith that Եթե He's հավատք supply, ունենք, որ նա կմատակարարի, նա կօգնի, then I'll give God His այդ tithe. ժամանակ ես Աստծո տասանորդը նրան կտամ։ It's not mine, Դա իմը չէ, not yours. ոչ էլ քոնն է, It's His. դա նրանն է։ And if we do not, Բայց եթե չենք անում, we're demonstrating that we don't have դրանով faith. ցույց ենք տալիս, որ հավատք չունենք։ God confronted Israel. Աստված ցույց տվեց Իսրայելին Malachi chapter 3. Մաղաքիա 3-րդ գլուխը, He asked them that question in verse 8. 3-րդի 8-ում այդ խոսքն է ասում, հարցն է տալիս նրանց։ Will a man rob God? Արդյոք մարդը գողանում է Աստծուց։ Do I read? Yeah, look, 8 Միթե մարդ Աստծուն կթալանի։ through 10. Մաղաքիա 3:8-10 Միթե մարդ Աստծուն կթալանի, սակայն դուք ինձ թալանում եք եւ դեռ ասում եք, ինչով են քեզ թալանել, տասանորդներով ու ունծաներով։ Անեծքով անիծված եք, որովհետեւ ինձ թալանում եք դուք ամբողջ ազգով։ Բոլոր տասանորդները գանձատուն բերեք, որ իմ տանը պաշար լինի, եւ ինձ փորձեցեք դրանով, ասում է Զորաց Տերը, թե ձեզ համար երկնքի պատուհանները չեն բացի ու օրհնություն թափի ձեզ համար, միջև այլևս տեղ չլինի։ Again, this is a matter of faith. Նորից սա խոսում է հավատքի մասին։ Do we believe that God is our provider? Արդյոք հավատում ենք, որ Աստված իմ մատակարարն է, He has promised to take care of որ նա us. խոստացել է, որ հոգ կտանի մեր We մասին։ give to Him Մենք- His part. Մենք նրա բաժինն ենք տալիս նրան։ If we have faith in Ու God, we'll եթե give. հավատք ունենք Աստծո մեջ, It's equally true to say that if we love God, we will give. հավասար է նրան, որ ասում ենք, եթե Աստծուն սիրեմ, կտամ նրան։ This is not given to somebody in need. Սա չի տրված ինչ-որ մեկի կարիքի համար։ This is not sent to a television station or a television program or Ոչ էլ ինչ-որ հերոսատեսային ծրագրերի համար է ուղարկվում, online program. կամ ինչ-որ on-line ծրագրերի։ It's to bring that tithe to the house of God. Այլ տասանորդը նրա համար է տրված, որ դու բերես Աստծո տուն։ If we love God, we Ու եթե will give. սիրենք Աստծուն, կտանք։ God has said in Proverbs chapter 8 verse 17. Արակած 8:17-ում Աստված ասում է. Very simple statement. I love them that love me. Ես սիրում եմ նրանց ու նրանք սիրում են ինձ։ We know that God's love is not conditional. Մենք գիտենք, որ Աստծո սերը անպայմանական է։ Արակած it's there, isn't it? 8:17 Ես սիրում եմ ինձ սիրողներին, ինձ վաղ փնտրողներն ինձ կգտնեն։
We know God's love is not conditional. Մենք okay? գիտենք, որ պայմանական չէ Աստծո սերը։ But we do understand that love is Ու proven. պետք է հասկանանք, որ այդ սերը ապացուցված է։ Every promise in the Word of God Ամեն ինչ այս խոստացված է Աստծո խոսքի is մեջ preceded by a command. ու գալիս է այդ ամենը պատվերից։ If you love me, you're Եթե going to keep սիրում my եք command. ինձ, կպահեք իմ պատվիրանները։ This is test of your love to God. Սա այդ թեստն է, փորձն է, որ դու պետք է անես Աստծո սիրո նկատմամբ։ Faith works by that love. Հավատքը գործում է այդ սիրուց բխած։ If you love, God is saying, if you love me, Աստված ասում է, եթե դուք սիրեք ինձ, if you love me by keeping my commands, եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները, I will love you by keeping my promise. ու դրանով պետք է դուք ցույց տաք, որ սիրում եք ինձ պահելով իմ պատվիրաններից, ես էլ իմ սերը ցույց կտամ ձեզ իմ խոստումները կատարելով։ It is a very beautiful thing Սա շատ գեղեցիկ մի բան է, that as we love God, որ երբ որ մենք սիրում ենք His Աստծուն, promises are fulfilled in our lives. նրա խոստումները մեր կյանքերում կատարվում են։ Unbelief Անհավատությունը always brings a curse. միշտ անեծք է բերում։ Matter of fact, if Malachi chapter 3 says you are cursed with a curse Մաղաքիայի 3-ը ասում է, որ դուք անիծված եք անեծքով, because they had not given, որովհետև չեք տալիս they had suffered the consequences of their disobedience. ու իրենք աննազանդություն են դրանով անում։ Jesus warned us Հիսուսը մեզ զգուշացնում է, that a man cannot serve two որ masters. մարդ երկու տիրոջ չի կարող He's ծառայել։ either going to hate one and Կամ love the մեկին other, կատի, մյուսին կսիրի, hold to one and despise the other. կպայի մեկին, մյուսին կառհամարի։ You cannot serve God and money. Այսպիսով Աստծուն եւ գումարին, այդ փողին չեք կարող միևնույն ժամանակ ծառայել։ You can't serve them both, can't love them both. Ոչ կարող եք միևնույն ժամանակ երկուսին ծառայել, ոչ էլ միևնույն ժամանակ երկուսին սիրել։ That rich young man came to Jesus. Այդ երիտասարդ մարդը երբ որ եկավ Հիսուսի մոտ, Oh, what must I do? ու այդ երիտասարդն ասաց. «Ինչ անեմ։ What Ինչ must պետք է I do? անեմ»։ Well, here's the commandments. Ու ասում ահա պատվիրանները։ I've done all of those. Ես բոլոր պատվիրանները պահել եմ։ And Jesus knew there was one thing. Բայց Հիսուսը գիտեր, որ կա մեկ բան։ He said, if you want to be perfect, Ու ասաց Հիսուսը, եթե ուզում ես կատարյալ լինել, go sell what you have, give to գնա the ինչ poor, ունես, վաճառիր ու տուր աղքատներին։ and come and follow me. Ու հետո արի ու ինձ հետևիր։ Jesus looked into his heart, Հիսուսը նայում էր այդ տղայի սրտին, could see very clearly that he was որտեվ շատ པարզ տեսնում էր, perhaps greedy, որ covetous, միգուցե ինքը այդ ժլատության մեջ է wasn't going to let go of ու what չի he had. կարող թողնել այն ինչ որ ինքը ունի։ He had the opportunity Նա ուներ հնարավորություն to be a disciple. լինելու աշակերտ։ Come and follow me. Արի ու ինձ հետևիր։ It's an invitation to walk Սա with me. հրավեր էր, որ գար ու նրա հետ քայլեր Yet he Հիսուսի loved կողմից։ money more than he loved Բայց Jesus. նա ավելի շատ սիրում էր գումարը, քան Հիսուսին։ This was made real to Brother Clendenin one time. He said he was on an airplane. Հովը Քլենդենը մի օր ինքնաթիռի մեջ էր, He heard a voice. մի ձայն լսեց, որ խոսում էր իր հետ։ Who is your God? Ով է քո Աստված։ Looked around. Նայում ասեց Who's շուրջը, talking to me? «Էս ով է իմ հետ խոսում»։ He heard it again. Who is your Նորից God? լսում այդ ձայնը, ով է քո Աստված։ And he said, well, the Lord is Ու my ասում է Տերն է իմ Աստված։ He said, well, how do you know? Ձայնը ասում է ինչպես գիտես որ Տերն է քո Աստված։ How can a man know? Ոնց կարող ես իմանալ։ The Lord said to him, Տերը նրան ասաց. a man will always sacrifice Մարդը միշտ զոհաբերում է to his God. իր Աստծուն։ You look in the Old Testament all the way through. Նայում ենք ամբողջ հին կտակարանին, Every God required a sacrifice. ամեն անգամ Աստված պահանջում էր այդ զոհաբերությունը։ We tend to sacrifice for our gods. Մենք պետք է հակված լինենք դրան, որ զոհենք մեր Աստծուն։ Brother Clendenin Մեր thought to Աստծո համար։ himself, he says, well, you know, Ու Քլենդենեն ինքն իրեն մտածում էր, գիտես, nobody sacrifices in America. Ամերիկայում ոչ ոք չի զոհաբերում։ If they do, it's only to themselves. Եթե զոհաբերում են, մենակ իրենց համար։ Men will give to the church, Երբ որ մարդ տալիս է եկեղեցուն, but only the minimum, բայց տալիս է եկեղեցուն միայն իր այդ մինիմումը, նվազագույնը։ only what's required. Մենակ այն ինչ որ իրանից պահանջվում է։ Have another offering? No, well, I've already given. Եթե ուրիշ զոհաբերություն արդեն պետք է հավաքվի, ասում են, դες արդեն տվել եմ իմը։ But if he wants something, Բայց եթե դու ինչ-որ բան ուզում ես, it may be a new house, new car, Միգուցե new ինչ-որ furniture, նոր new տուն, clothes. հագուստ, մեքենա, կահույք, And if he doesn't have it, բայց եթե դու դա չունես, he still will sacrifice. եթե չունես, ինքը կշարունակի զոհաբերել։ He'll pay the extra.
լրացուցիչ կվճարի դրա in համար, order to have what he wants. որպեսզի ունենա այն, ինչը որ ինքը ուզում է։ I've had people Ես շատ եմ լսել, որ tell մարդիկ me they ասում են, can't afford to tithe. որ չեն կարողանում տասանորդը վճարել։ We'll be at church and say, Pastor, I'm just Մի really եկեղեցում է ու ասում էր, որ Հովիկ ջան, շատ եմ պայքարում է տասանորդը վճարելու համար։ I just can't afford to tithe. Չեմ կարողանում տալը տասանորդը։ And I said, well, I understand, but it's Yes. not a good thing. Ես ասացի հասկանում ձեզ, բայց այդ լավ բան չի։ That's the source of God's blessing. You Դա tithe, Աստծո you give, you're blessed. օրհնությունների աղբյուրներ տալիս ես կստանաս, Well, կօրհնվես։ you pray with me that I'll be able to. Ասաց աղոթի ինձ հետ, որ ես կարողանամ տասանորդ And տալ։ I said, well, I will. Ասացի հա, կաղոթեմ, բայց You have to hear what God says. You have to. բայց դու պետք է անես այն, ինչ որ Աստված ասում է։ And I'll see them. They'll turn around and they'll walk away. Ասացի հետո շրջվեց ու գնաց։ And they turn to their friend and says, well, let's go to the restaurant and eat. Շրջվեց ընկերոջն ասաց, արի գնանք ռեստորան հաց ուտենք։ I said to myself, Ինքս ինձ ասացի, if you can afford to go to the restaurant, եթե դու կարող ես քեզ նենց անես, որ գնաս ու ռեստորանում հաց ուտես, you can probably afford to give to God. հավանաբար նաև կարողանաս Աստծուն տաս։ I'm pretty sure you can. Վստահ եմ, որ կարող ես։ When we refuse to give to God, Երբ որ մենք մերժում ենք Աստծուն տալ, there's only one real reason. մի պատճառ կա։ We don't love God. Չենք սիրում Աստծուն։ We don't have faith in Չունենք God. հավատք Աստծո We մեջ։ don't believe that Ու God չենք will fulfill հավատում, որ His Աստված իր promises. խոստումները կիրականացնի մեր մեջ։ It is important for us, Սա կարևոր է մեզ համար, again, to hear the որպեսզի word of God, լսենք Աստծո խոսքը, to obey that word and to trust it. հնազանդվելու այդ խոսքին ու վստահելու այդ խոսքին։ We've read to you Psalm 9 and verse 10. Սաղմոս 9:10 But they that know your name will put their trust in you. Եվ նրանք, որ քո անունը գիտեն, քեզ են հուսալու, քանի որ քեզ փնտրողներին ով Տեր դու չլքեցիր։ If we know God, we put our trust in Him. Եթե ճանաչենք Աստծուն, իմանանք նրան, մեր վստահությունը նրա մեջ կդնենք։ Now, that name represented the character of the individual. Ու ցույց է տալիս մարդու այդ անհատականությունը, նրա բնավորությունը։ The psalmist is not just saying, I know your name, God, so I trust you. Եվ այս Սաղմոս 2-ն ասում են ոչ միայն ճանաչում եմ քեզ, այլ նաև վստահում եմ քեզ։ He said, I know your character. Ես գիտեմ, ճանաչում եմ քո բնավորությունը, I know your nature. գիտեմ քո էությունը, And therefore, I know I can trust you. ու դրա համար ես կարող եմ քեզ վստահել։ I can put my faith in Ու you. իմ հավատքը քո մեջ I can կդնեմ, obey you. կհնազանդվեմ քեզ, I can walk with you. կքայլեմ քեզ հետ, Because I know you're going to do what you որովհետև said ես you were գիտեմ, going որ to դու կանես այն, ինչ որ ասել ես ինձ, որ կանես։ do. Amen. Ամեն։ That's faith and obedience. Դա է հավատքը, հնազանդությունը, Love and obedience. սերը եւ հնազանդությունը։ Faith is always going to result in us walking with the Lord. Հավատքից է գալիս միշտ այն, որ մենք սկսում ենք քայլել Տիրոջ հետ։ Amen. Ամեն։ Thank you, Father. Շնորհակալություն Հայր։ We rejoice. Մենք in your ցնծում ենք gift to us. որ դու տալիս ես մեզ, Your ուրախանում ենք promises քեզանով։ that are Դու քո